Պարոն Բազարյան, բարև ձեզ, շնորհակալ եք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված ձեր տեսակետը կլսենք։ Երևի թե ճիշտ է սկսենք այս հարցից, ահազանգեր են գալիս, որ ըստ էության Տավուշի մարզի Դիլիջան անտառներում վարվում են կրակի մեջ են եւ մինչև անգամ դիտավորության մասին է խոսքը գնում։ Խնդրեմ առաջին հրդեհի օջախը, որ եղել է, ասում են կրակը հակառակորդի կողմից է եկել, այս մասով ինչ-որ ասելիք ունեք, թե ոչ, խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերքի համար, ամենայն հավանականությամբ հակառակորդը լուսաձայնային ուրեմն գնդակներով է կրակել, տրասիր այսպես կոչված, որոնք բնականաբար եթե ընկնեն որևէ չոր խոտի վրա բան, այրում են խոտը, խոտը այրվեց, ծառերը չորացած են, սկսում է անտառը այրվել։ Հավանաբար հակառակորդի կրակոցից է եղել։ Կարելի է ենթադրել այդ։ Կարելի է ենթադրել այդ։ Հասկացամ։ Հիմա գանք մյուս հարցերին, տեսեք, այս իշխանության ներկայացուցիչները անընդհատ փորձում են պնդել, որ խաղաղություն են բերել, խաղաղության մեջ են կապում, ավելի վերջերս Հայաստանից 5 ՀՕԿ քաղաքասարության ներկայացուցիչներ գտնվում էին Բաքվում, Հաջիևի հետ էին հանդիպել, եկել են եւ ստացվում որ դեսպանները լինեին իրենց, ներկայացնում են, թե Հաջիևը ասում է փոխանցեք ձեր ժողովրդին, որ այլևս պատերազմը ավարտված է, այս մասով ձեր տեսակետը եւ ըստ էության այն իրականության մեջ, որ մեր ռազմագերիները գտնվում են Բաքվի բանտերում, համեցեք։ Ես բազմիցս եմ հայտարարել, որ ոչ մի խաղաղության համաձայնագիր էլ Վաշինգտոնում օգոստոս ամսին չի ստորագրվել, ընդամենը նախաստորագրվել է մի փաստաթուղթ, որը իրավական որևէ ուժ չունի, որովհետև Ալիևը Նիկոլի դեմ դրել է բազմաթիվ պահանջներ, այդ պահանջները կատարելու դեպքում միայն կարող է լինել լիարժեք խաղաղության հաստատում։ Այդ պահանջներն են ուրեմն 300,000-ից ավելի ադրբեջանցիներ պետք է գան ապրեն Հայաստանում, արևմտյան Ադրբեջանում ըստ իրենց Հայաստանը պետք է ադրբեջանցիներին տրամադրի իրենց խոսքերով Զանգեզուրի միջանցքը ուղղափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ կատարելու համար Ադրբեջանից դեպի Նախիջևան, այնտեղից էլ դեպի Թուրքիա եւ Թուրքիայից դեպի Նախիջևան, այնտեղից էլ դեպի Ադրբեջան, հիմնական Ադրբեջանի մաս, հանրապետություն ու Ալիևը հայտարարում է, որ որևէ հայ զինվորի սահմանապահի կամ մաքսային ծառայողի մենք չպետք է հանդիպենք, այսինքն մեզանից օտարում են Մեղրու տարածաշրջանը, փորձում են մեզանից օտարել։ Սա իր հերթին, ուրեմն նրանք պահանջում են նաև անկլավները, այսպես կոչված Հայաստանից, անկլավներն են պահանջում, բացի դրանից պահանջում են Սևանի արևելյան ափը, որովհետև ըստ իրենց Սևանը իրենց համար գյոյչա է կամ գյոկչա է, չգիտեմ իրենց բարբարով ասած, իրենց լեզվով, կեղտոտ լեզվով ասած, գյոյչա կամ գյոկչա ու իրենց շատ է հետաքրքրում Սևանի քաղցրամ ջուրը, որովհետև իրենք խմելու ջրի նման ջրի խնդիր ունեն եւ Սևանի արևելյան ափը վերցնելով օգտագործեն Սևանի ջուրը եւ ոռոգման համար եւ խմելու ջուր օգտագործելու համար։ Բայց օրինակ այնտեղից եկած եւ որ գնացել էր քաղաքասարության ներկայացուցիչներից Խոչինյանը եկել է այստեղ ասորիսի ժամանակ պնդում է, որ Ալիևը չի ասել, որ Սևան չկա, չգիտեմ, սես հայտարար։ Ալիևը բարձ հայտարարել է, որ իբրև թե ռուսական կայսրության ժամանակ Սևան գոյություն չուներ Սևան հասկացողություն, երբ որ մենք եւ Ադրբեջանը գտնվում ենք Ռուսաստանի կայսրության ուրեմն տարածքում։ Սևանը դա Գյոյչա էր, Երևանն էլ իբր թե եղել է Էրիվան 16-րդ դարում ուրեմն հիմնադրված Ռևան խանի կողմից։ Մենք գիտենք, որ Երևանը 2700 արդեն, չգիտեմ մոտարապես քանիսի ասում, 780 է երևի տարեկան Երևանը կամ 790, թե 800-ը եղել է արդեն։ Նրանց հասկացողությունը այդպեսին է։ Ալիևը անընդհատ իր ժողովրդին վախեցնում է հայերից սպասվող վտանգով, որպեսզի մոբիլիզացնեն, որ իրենց թշնամիները հայերն են, որոնք տիրացել են Արևմտյան Ադրբեջանին, հայերը իբրև թե քոշվորներ են, ռուսները հայերին բերել են Հնդկաստանի հյուսիսից, Իրանից եւ այլ եւ բնակեցրել են Արևմտյան Ադրբեջանում։ Նրանք անընդհատ դպրոցական երեխաներին սկսած հայերի դեմ բան են անում, ուրեմն թշնամանք են սերմանում, հայերի դեմ թշնամանք են սերմանում, որպեսզի մոբիլիզացնեն իրենց ժողովրդին մեր դեմ, որպեսզի Ադրբեջանում
տեղի ունեցած, ասենք, սոցիալական խնդիրները, իրավական խնդիրները եւ այլն այդպիսի հարցերով իրենց ժողովուրդը գլուխ չբարձրացնի։ Բայց տեսեք, այս իրականության մեջ նաեւ Հայաստանը ըստ էության ռազմականության տրամադրող գումարներն է կրճատում, պարտադիր զինվորական ծառայության ժամկետն է կրճատում։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ակնհայտ փաստ է, որ Ադրբեջանը անընդհատ մեծացնում է իր սպառազինությունների քանակը, այսինքն նա անընդհատ բանակը հզորացնում է, սպառազինությունների քանակը մեծացնում է, ունեն ֆինանսական հնարավորություններ իրենց նավթ ու գազը վաճառելով, բացի դրանից ունեն հզոր դաշնակիցներ, իրենց ցեղակիցներ Թուրքիան, որը պատերազմի ընթացքում 44-օրյա պատերազմի ընթացքում ամեն ինչով օգնում էր Ադրբեջանին, թուրքական սպայական կազմը ղեկավարում էր այդ պատերազմը, Թուրքիան Ադրբեջանին մատակարարում էր այս բայրակթարներ, անընդհատ թռչող սարքեր, Ադրբեջանին օգնում էր նաև Իսրայելը իր ռազմական հետախուզական տեխնիկայով, Ադրբեջանին օգնում էր նաև Պակիստանը, որը մինչև վերջերս չէր ճանաչել Հայաստանը որպես անկախ պետություն։ Իսկ մենք մենակ էինք այդ պատերազմի ընթացքում, որովհետև Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար էր հանդիսանում Նիկոլը եւ Հայաստանի ղեկավար էր Նիկոլը, ու մեր դիվանագիտությունը չէր աշխատել։ Ես մեկ անգամ եւս կրկնում եմ, մեր զինվորներն ու մեր ազատամարտիկները չեն պարտվել, մեր բանակը չի պարտվել, պարտվել է մեր դիվանագիտությունը, պարտվել է գործող ապազգային թրքամետ իշխանությունը, պարտվել է Նիկոլ Փաշինյանը եւ սա Նիկոլը սա չի մարսելու։ Կարծում եք։ Այո։ Հետևելով այն իրողություններին, որ հետապնդումներ, բանտում են բոլորին, ովքեր դիմադիր հայացքներ ունեն, այս ամեն ինչը ամենաթողություն է, թե իրենք գիտակցում են, որ ինչ հանցանքներ են գործել եւ ըստ էության իրենք գիտեն ինչ պատիժ է սպասվում։ Իրենք գիտակցում են ինչ հանցանքներ են գործել եւ Նիկոլը իր նեղ շրջանակում հայտարարել է, որ ես գիտեմ, որ իշխանությունը կորցնելուց հետո ինչ է լինելու ինձ հետ, դրա համար ես ամեն գնով պահելու եմ իմ իշխանությունը, ինձ թուրք ասեն, դավաճան ասեն, դա ինձ չի հետաքրքրում, դա ինձ չի անհանգստացնում, ես ամեն ձևով երկարաձգելու եմ իմ իշխանությունը։ Նա այդպես է հայտարարել եւ ուրեմն նրա դեմ դուրս եկող ցանկացած կլինի հոգեվորական, կլինի ռազմական գործիչ, կլինի ազատամարտիկ կամ քաղաքական գործիչ, հասարակական գործիչ, բոլորի վրա շինծ ու քրեական գործեր են հարուցում, Նիկոլի հրանգով եւ քաղաքական պատվերով գործող իշխանության ենթակայության տակ գործող դատարանների միջոցով տանում են մարդկանց կալանավորում են։ Սահմանադրությամբ նախատեսված է, որ դատական իշխանությունը անկախ պետք է լինի գործադիր իշխանությունից, պետք է գործեն տարանջատ, բայց մեր երկրում ցավոք սրտի այսօրվա իրականության մեջ դատական իշխանությունը ամբողջովին կախված է գործադիր իշխանությունից, որևէ դատավոր եթե իշխանության պատվերը չկատարես, նրան կարող են հեռացնել աշխատանքից։ Բացի դրանից Նիկոլը ինչ է արել, Նիկոլը բարձրացրել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, տարին մի քանի անգամ այդ մի աշխատավարձի չափով տալիս է նրանց պարգև վճարներ, դատավորներին, դատախազներին, պետական պաշտոնյաներին, նախարարներին, падգամավորներին եւ այլն, եւ հատկապես ոստիկաններին։ Ոստիկանների քանակը նա ավելացրել է, երկիրը դարձրել է ոստիկանապետություն։ Այս ոստիկանական տարբեր ստորաբաժանումների ուղիղ կեսին պետք է իշխանափոխությունից հետո տեղափոխել բանակ զինծառայության, որովհետև մենք գտնվում ենք երկու թշնամական պետությունների արանքում։ Ամեն ինչ պետք է դնենք բանակի հզորացման վրա։ Իսկ ինչ վերաբերում է զինծառայությունը ժամկետային 1 տարի, 2 տարուց դարձնել 1.5 տարի, դա պոպուլիստական քայլ է մանից ընտրություններից առաջ, մարդիկ ովքեր ունեն զավակներ, որդիներ, 16, 17, 18 տարեկան, որոնք պետք է ծառայեն բանակում, մարդիկ ասում են լավ է, իմ տղեն կծառայի ոչ թե 2 տարի, այլ 1 տարի, բայց դրանով բանակի քանակը, թվականակը պակասեցնում են։ Ես օրինակը բերեմ, Իսրայելում անգամ կանայք են, աղջիկներն են բանակում ծառայում։ Մեր մոտ էլ կարող էր այդպես լինել, կամավոր հիմունքներով աղջիկները իհարկե որոշակի բարձրատրությամբ ծառայեին բանակում առանձին զորամասերում, սանիտարներ են, խոհարարներ են, դիպուկահարներ են, շատ այդպիսի ծառայություններ կան, որոնք աղջիկները կանայք էլի շատ լավ կարող են կատարել, հատկապես դիպուկահարներ շատ են եղել, քան տղամարդիկ։ Պարոն Բազյան, ու այս ամենին զուգահեռ մենք տեսնում ենք, որ բոլորի հիմա նաև ազգային
Պատգամավորներ Արցախի եւ Հայաստանի բանտված են, սրբազաններ բանտված են, կին քաղաքական ենք միակ Լիդիա Մանթաշյանը բանտված է, պարզապես քաղաքացիներ բանտված են, զոհված հերոսների ծնողներ բանտված են։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը։ Մեր մոտեցումը հետևյալն է։ Որևէ իշխանություն ես հայտարարել եմ մեկ անգամ եւս հայտարարում եմ հավերժ չէ։ Ես հանդիպելով տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կառույցների, նախաձեռնությունների, դաշինքների ղեկավար մարմինների ղեկավարներին նրանց խնդրում եմ համախմբվել։ Ես հայտարարել եմ նրանց, որ մի կողմ թողեք ձեր անձնական համակրանքներն ու հակակրանքները, մի կողմ թողեք ձեր քաղաքական կողմնորոշումները, մի մասը արևմտամետ է, մի մասը ռուսամետ է, մի կողմ թողեք ձեր հավակնությունները, այսպես կոչված ամբիցիաները ապագա պաշտոնի վերաբերյալ, բերեք համախմբվենք, ձևավորենք մի հզոր միավորում, մեր ժողովրդին ոտքի հանենք եւ կազմակերպենք աննազանդություն գործող ապազգային թրքամետ իշխանությանը։ Կարճ ժամկետի համար պետք է ձևավորել ժամանակավոր անցումային կառավարություն, որը կնախապատրաստի արդար օրինական ազգային ժողովի նոր ընտրություններ։ Բնականաբար մենք ակնկալում ենք, որ նոր ձևավորվելիք Հայաստանի իշխանությունները իրականացնել են մեր ժողովրդի նպատակներն հետապնդող մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն։ Մենք կարգավորել ենք հարաբերությունները մեր արտաքին գործընկերների հետ եւ նրանց ռազմաքաղաքական աջակցությամբ հզորացնել ենք բանակը ու ազատագրել ենք Արցախն ու մեր հայրենիքի բռնազավթված մյուս տարածքները։ Հայաստանում հաստատվել է իրական արդարադատություն, օրենքի գերակայություն եւ քաղաքացիների իրավահավասարություն։ Ազատ են արձակվելու Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերով եւ հրանգով կալանավորված մեր բոլոր հայրենակիցները։ Իսկ Նիկոլը եւ իր գաղափարակից պաշտոնյաները ենթարկվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դատական պատասխանատվության։ Նաև այս ամենին մենք տեսնում ենք սոցիալական ինչ խնդիրների առաջ են կանգնած, ուղղակի խայտարակ ու սարսափելի թանկացումներ, թոշակների բարձրացման մասին որևէ խոսք անգամ լինել չի կարող։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը, թե ինչ ըստ էության հպարտ քաղաքացիներին ինչ սովի են մատնել իրենք։ Ես մեր հայրենակիցներին պարզաբանեմ նաև Նիկոլ Փաշինյանի 7.5 տարվա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի պետական պարտքը ուրեմն 6 միլիարդից հասցրել են մոտավորապես 13.8 միլիարդ դոլարի։ Եվ որպեսզի պետբյուջեի մուտքերը ապահովեն, ամեն տարի մեծ վարկեր են վերցնում միջազգային վալյուտային ֆոնդից ու համաշխարհային բանկից։ Այդ գումարները միջազգային վալյուտային ֆոնդը, համաշխարհային բանկը, որ տալիս են մեզ, տոկոսով են տալիս։ Այսինքն Նիկոլը բոլորից մեզ դրել է տոկոսի տակ։ Սա մեկ։ Երկրորդը, անընդհատ տարփողում են, թե նախկիններից, չգիտեմ, քանի միլիարդ դրամ վերադարձել ենք պետական բյուջե նրանց թալանից, նախկինների թալանից։ Եթե նախկինների թալանից այդքան գումարներ եք վերադարձրել պետական բյուջե, ապա ինչու այս տարի թանկացրեց գործող իշխանությունը, թանկացրեց գույքահարկը, հողի հարկը, ջրի վարձատրությունը, տրանսպորտի վարձավճարները, աղբանության վարձավճարները եւ էլի որոշ հարկատեսակներ թանկացրեցին, որպեսզի ապահովեն բյուջեի մուտքերը։ Բացի դրանից բանակին ուղղված պաշտպանության նախարարությանը ուղղված միջոցները որևէ լումայով չեն ավելացրել։ Իսկ կարևոր մեր անվտանգության, Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի քաղաքացիների անվտանգության միակ ու գլխավոր երաշխավորը դա բանակն է։ Ամեն ինչ պետք է դնել բանակի հզորացման վրա։ Նորից եմ կրկնում, մենք ապրում ենք երկու թշնամական պետությունների արանքում, Թուրքիա եւ Ադրբեջան, եւ դարեր շարունակ նրանք փորձել են Հայաստանը ու հայերին ձուլել իրենց հետ, դարձնել թուրք, միանալ Ադրբեջանին, մեծ Թուրանի գաղափարով են առաջնորդվում։ Գնալ այնտեղից Միջին Ասիա, Թուրքմենստան, Ղզղստան, Ադրբեջան, Ուզբեկստան, Ղազախստան, այնտեղից էլ դեպի Ռուսաստանի արևելյան, հարավ-արևելյան նահանգներում ապրող թաթարներ, բաշկիրներ, չուվաշներ եւ այլն, եւ Չինաստանի հյուսիս-արևմուտքում մի 40 միլիոն ույգուրներ եւ այդ բոլորին միավորելով ձևավորեն այսպես կոչված մեծ Թուրանը։ Մենք կանգնած ենք նրանց կոկորդին։ Մեր վրայով պետք է անցնեն Իրանի հարավ-արևմտյան ատրպատական նահանգով պետք է անցնեն, որտեղ ապրում են մի 13-ից 15 միլիոն սրանց ցեղակիցները ադրբեջանցիների ու այսպես միավորվեն։
Դրա համար նրանց հարվածը ուղղված է մեզ, հայերը ուրեմն բնականաբար մանան են, ադրբեջանցիներին բերեն Հայաստան, իրենք ձուլվեն ադրբեջանցիների տասնի Նիկոլ այդպիսի քաղաքականություն է տանում։ Խառնեմ ենք ադրբեջանցիները, սահմանները բացենք, առևտուր անենք, ապրենք։ Հազարամյակներ շարունակ տարբեր կարգի քոշվոր ցեղեր, տարբեր կարգի նվաճողներ գրավել են Հայաստանը, բայց մեր հայրենակիցները ժամանակին իրենց առաջնորդների օգնությամբ, սպառապետների միջոցով կարողացել են ձևավորել, կազմավորվել, բանակը զորացնել եւ ազատագրել մեր հայրենիքը։ Մինչեւ նիկոլական իշխանության գալը մենք ունեցել ենք Արցախի հետ միասին միացած ավելի քան 42000 քառակուսի կիլոմետր տարածք։ Այսօր մենք ունենք ընդամենը ըստ Նիկոլի 29743 քառակուսի կիլոմետր տարածք եւ այն խորհրդային միության օրոք Հայաստանի տարածքը եղել է ուղիղ 29800 քառակուսի կիլոմետր տարածք։ Այդ 60 քառակուսի կիլոմետր տարածքը ռազմավարական նշանակության դիրքեր ու բարձունքներ են, որտեղ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինվորականները եկել են, նստել են, դիրքավորվել են, կրակի տակ պահելով բոլոր մեր արևելյան բնակավայրերը, ճանապարհները եւ այլն։ Նաև գիտենք, որ սարսափելի ուղղակի պատկեր է օդի աղտոտվածության վերաբերյալ, ուղղակի որ պատկերացնենք, պարոն Բազարյան, ուղիղ 2 օր առաջ միայն Երևանի թաղամասերից Ավան առնջում օդի աղտոտվածությունը այն մասշտաբի է եղել, որ աշխարհում դա ռեկորդային է, բացասական իմաստով։ Սա պարարտ, այսպես ասենք, նպաստավոր ճակատներում փող է, քաղցկեղածին տարերի եւ այս ամենի։ Խնդրեմ այս մասով։ Շատ ցավալի էկոլոգիական վիճակ է Հայաստանում։ Կան համապատասխան ծառայություններ, որոնք պետք է բնականաբար որոշակի չափանիշներ կան, փորձեն այդ չափանիշների միջոցով ուրեմն մաքուր պահեն մեր հանրապետությունը, մեր տարածքը, մեր օդը։ Երևանի օդը ցավոք սրտի էլի շատ կեղտոտ է, մեքենաների ծխի ազդեցությամբ, տարբեր ասենք տեղերում աղբ են վառում եւ այլն, ցավալի վիճակ է։ Սա մեկ, երկրորդը Հայաստանի իշխանությունները պետք է ավելացնեն այդ ծառայություններին տրվող գումարները, որպեսզի կարողանան մարդիկ աշխատեն, բայց իրենք զբաղվում են սեփական բարեկեցության ավելացման ոնց որ ապահովման խնդիրներով։ Ես նախկիններին չեմ արդարացնում, ես բազմիցս եմ հայտարարել, որ նախկին իշխանությունները եթե լավ ղեկավար էին մեր երկիրը, Նիկոլ Փաշինյանի նման կիսագրագետ մեկը, որը ունի լիարժեք բարձրագույն կրթություն, չէր կարող փողոցից գալ ու վերցնել իշխանությունը։ Իսկ վերջերս ինչ արեցին, կազմակերպեցին մի միջոցառում, մեծ հավաք բանում մարզաամերիկային համալիրում, որին մասնակցել է մոտավորապես 7000 մարդ, տարբեր կարգի չինովնիկներ, տարբեր կարգի ուրեմն պաշտոնյաներ եւ այլն, մոբիլիզացնելու իրենց ուժերը ապագա հունիսին սպասվող ընտրությունների համար։ Ես կարդացել եմ Նիկոլ Փաշինյանի ելույթը, այնտեղ որևէ տրամաբանական հարց չեմ գտել։ Մեկ դրվագ եմ բերում, նա խոսում է բանի համերաշխության եւ միասնության ապահովման մասին։ Ես հայտարարում եմ, որ մենք չենք կարող միասնություն ապահովել Արցախի հարցի բանակցային գործընթացը դադարեցրած, մեր ժողովրդին ու մեր պետությանը համապատրաստից պատերազմի տարած, Արցախը թշնամուն դավաճանաբար թշնամուն հանձնած իշխանության հետ, որ այն իշխանության, որը նաեւ ապօրինի շինծու քրեական գործերով կալանավորել է մեր հայրենակիցներին, եւ Նիկոլը գտնվում է Ալիևի ու Էրդողանի ճնշման տակ, նրա պոչը Ալիևի եւ Էրդողանի տակ է, նա կատարում է Ալիևի ու Էրդողանի բոլոր պահանջները, նա գնում է Թուրքիա եւ կոշիկները հանելով գնում է մսկիթ աղոթելու։ Եվ եկեղեցու դեմ արշավը մենք տեսնում ենք, որ պետության իրենք կարողանում են ներքին բրուտոսներ, այսպես ասենք, դավաճաններ գտնել։ Խնդրեմ այս մասով ձեր ասելիքը, մենք ինչ ունենք անելու, պաշտպանելու մեր առաքելական եկեղեցին, մեր հավատքը, մեր այս պահին ըստ էության ամենակարևոր պետականությունը մեր պաշտպանումը։ Ես որոշ նաև պարզաբանումներ անեմ։ Նիկոլ Փաշինյանը պայքարում է ոչ միայն հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, նա պայքարում է նրա թիմակիցների, իր թիմակիցների հետ միասին մեր ազգային արժեքների դեմ,
Նա հայտարարում է, որ մոռացեք պատմությունը, Տիգրան Մեծ եւ այլն, որ մենք ունեցել ենք մեծ ու հզոր Հայաստան, ուրեմն նա գնաց տարի առաջ գնաց Շվեյցարիա եւ տեղի հանրության ու մեր հայ համայնքի ներկայացուցիչների մոտ հանդիպան ժամանակ հայտարարեց. դեռ պետք է պարզել, արդյոք եղել է ցեղասպանություն, թե չի եղել, եթե եղել է, ապա իրականում ինչքան մարդ է զոհվել, եթե եղել է ցեղասպանություն, ուրեմն պետք է պարզել դրա պատճառները, ինչու է եղել, այսինքն ինքը ակնարկում է, որ ինքը մինչ այդ հայտարարել էր նաև, որ Հայաստանը մեր հայրենիքն է, բայց մեր պետությունը դարեր շարունակ եղել է Օսմանյան կայսրությունը։ Նիկոլն այնքան տգետ է, որ տեղյակ չի, որ Օսմանյան կայսրությունը դա թուրքական պետություն էր, որը իրականացրել է ցեղասպանություն Արևմտյան Հայաստանում եւ ցանկանում էին 18 թվին նաեւ Արևելյան Հայաստանում իրականացնել ցեղասպանություն ու վերացնել ընդհանրապես հայությանը։ Մենք այն ժամանակ մեր փառավոր հրամանատարների ու մեր հերոս զինվորների մասնակցությամբ Սարդարապատում հաղթել ենք թուրքերին, հաղթել ենք նաեւ թուրքերին Ղարաքիլիսայում, հաղթել ենք նաեւ Բաշապարանում եւ պահել ենք մեր հայրենիքը, վերականգնել ենք հայկական պետությունը 1918 թվականի մայիսի 28-ին վերականգնվել է վերջապես հայկական պետությունը։ Ցավոք սրտի Ռուսաստանում եղավ այսպես կոչված բոլշևիկյան սոցիալիստական հեղափոխություն, Լենինը դաշին կնքեց Աթաթուրքի հետ եւ Ռուսաստանը օգնեց ոսկով, զենքով, պատրոններով, ամեն ինչով օգնեց առաջի համաշխարհային պատերազմում պարտված Թուրքիային, թուրքերը իրենց ուժերը ուղղեցին Հունաստանի դեմ, հույներն արդեն մտել էին Կոստանդնուպոլիս, հանեցին այնտեղից, մաքրեցին Հունաստանին, լցեցին ծովը, շուռ եկան մեր դեմ եւ եկան հասան մինչեւ Գյումրի։ Մի կերպ մեզ հաջողվեց ուրեմն պաշտպանել մեր հայրենիքը եւ հեղափոխություն եղավ 20 թվականին, կարմիրները այսպես կոչված սոցիալիստները եկան իշխանության, կոմունիստները, Հայաստանը սովետական միության օրոք ուներ 29900 քառակուսի կիլոմետր տարածք, արդեն հայտարարեցի ես այդ մասին։ Այս իրավիճակից դուրս գալու ելքը մեկն է, պետք է իրականացնել համազգային համախմբում գործող ապազգային թրքամետ իշխանության դեմ, համախմբելով ոչ միայն Հայաստանի հայությանը, Արցախից եկած մեր հայրենակիցներին, Խորհրդային միության տարածքում ապրող մեր հայրենակիցներին, այլ ամբողջ աշխարհում ապրող մոտ 10 միլիոն հայերին պետք է համախմբել մեկ գաղափարով, պահել ու պահպանել մեր հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է։ Մենք ի վիճակի ենք հզորացնելու, նորից եմ կրկնում, մեր բանակը եւ ազատագրելու թշնամու կողմից բռնազավթված մեր տարածքները։ Եվ մենք ինչ ունենք անելու պաշտպանելու մեր եկեղեցին։ Մեր եկեղեցին բնականաբար պաշտպանված է ժողովրդի հավատքով, հավատավոր ժողովուրդը միշտ եկեղեցու կողքին է, հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին։ Ես ուզում եմ հիշեցնել, երբ որ վեհապարը պետք է վերադառնան Հայաստան, մի քանի հազար մարդ, ես էլ այնտեղ իմ գաղափարակից ու զինակից ընկերների հետ միասին եղել ենք Էշմիածնում եւ թույլ չենք տվել, որ ուրեմն հարձակում լինի եկեղեցու կամ վեհապարի վրա։ Եկեղեցին սահմանադրությամբ անջատ է պետությունից։ Նիկոլը իրավունք չունի եկեղեցու կաթողիկոսի վեհապարի փոխել, դա եկեղեցականների հարցն է։ Իրենք պետք է որոշեն, arczepiskoposները եկեղեցական ժողով պետք է որոշեն, փոխում են կաթողիկոսին, թե չեն փոխում կաթողիկոսին։ Բացի դրանից, կեղծ ուրեմն պատարակներ են իրականացնում Հայաստանի տարբեր մարզերի եկեղեցիներում, Արագածոտնի մարզից սկսած կեղծ պատարակներ են իրականացնում եւ Նիկոլը պարտադրում է, որպեսզի շատ մարդ բերեն ուրեմն այդ պատարակներին եւ Ինչքան փորձում են մարդկանց ստիպել, որ գան այդ պատարակներին, մի քանի 100 մարդուց ավել չեն հավաքում։ Ամեն Կիրակի Նիկոլը կես պատարակներ է կազմակերպում, իրեն էլ հայտարարում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ, բայց ինքը հայ առաքելական եկեղեցու հետևորդ չի, ինքը ուրեմն կյանքի խոսք աղանդի ներկայացուցիչ է։ Շնորհակալություն, պարոն Բազարյան։ Շնորհակալ եմ հրավերքի համար, ես ուզում եմ մեր ժողովրդին ուսադրել Նորից եմ կրկնում, որևէ իշխանություն հավերժ չէ, պարտությունը վերջնական չի, որևէ պարտություն վերջնական չի, հաղթանակն էլ ներողություն, հաղթանակը որևէ վերջնական չի, պարտությունն էլ վախճանը չի։ Կարևորը, ինչպես Ուինստոն Չերչիլն է ասել,
չհուսատվելն ու չհանձնվելն է։ Մենք չենք հուսահատվելու, չենք հանձնվելու ոչ այս իշխանության պահանջներին, ոչ էլ Ադրբեջանի պահանջներին։ Նորից եմ կրկնում, մենք համախմբելու ենք մեր ժողովրդին ընդդեմ գործող ապազգային թրքամիտ իշխանության եւ ընդդեմ մեր Թշնամի հարևան ադրբեջանցիների ու թուրքերի մեր ռազմաքաղաքական գործընկերների հետ հզորացնելով մեր օգնությամբ, հզորացնելով մեր բանակը ազատագրելու ենք Արցախն ու մեր հայրենիքի բռնազավթված մյուս տարածքները։ Եվ ինչպես ազգային հերոս Մովսես Գորգիսյանն է հայտարարել, կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու։